Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումների համար իշխանության գործուն քայլերին ու բարեփոխումներին եւ այդ համատեքստում ընդդիմության հնարավոր ջղաձգումներին ու վախերին։ Ըստ Ալեքսանյանի, կոռուպցիայի դեմ պայքարը չի ճանաչում ոչ բարեկամներ, ոչ պաշտոնյաներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել էր ու դպրոցներում ու մանկապարտեզներում ստուգում էր կատարված աշխատանքները։ Կախիչից սկսած ամեն ինչից սկզբից հիշում եք ինչ էին անում։ Սկզբից մի վարքյան, սկզբից ձեռ էին առնում։ Ասում են վարչապետը գնացել ստուգում է, հետո բան են արել, հասկացան, որ ճիշտ անում, որ ստուգում է, որոշեցին իրանք գնան ստուգեն, բայց քանի որ այնքան ապիկար են, գնացին արդեն ստուգած բանն են ստուգում, որը որ արդեն պատկան կառույցը ստուգել է ու չի ընդունել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրանց համար կրկնօրինակման առարկա է։ Վահագն Ալեքսանյանը վստահեցնում է, հիմա էլ կան պաշտոնյաներ, որոնք զբաղվում են կոռուպցիայով, բայց կարևորն այն է, որ այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ուժով։ Ես վստահեցնում եմ, որ կան, հիմա էլ կարող է շատ հնարավոր է, որ հենց այս պահին, որ մենք հարցազրույց ենք անում, ինչ որ պաշտոնյա զբաղվում է կոռուպցիայով, հենց այս պահին, չեմ բացառում ես դա։ Բայց ես վստահեցնում եմ, որ մեր քաղաքական թիմի արձագանքը դրանն է, որ այդ սրիկան պետք է հայտնվի բանտում։ Այդ մեր քաղաքական թիմի արձագանքն է ու կան դրա բազում օրինակներ։ Եթե չեք հիշում, մի պաշտոնյա կար, օրինակ, բարբերաբար նաև կառավարության նիստերին էր մասնակցում, Վերմիշյանը։ Կոռուպցիայի համար չդատվեց։ Ուրիշ մարդիկ, որ կոռուպցիայի մեջ թաթախված են, չդատվեցին։ Այդ որ իշխանության ժամանակ այդքան բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել, ինչքան հիմա է ձերբակալվել։ Ըստ պատգամավորի ապօրինի գույքի բռնականցման վերաբերյալ ամենաշատ գործերն առնչվում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։ Բոլոր գործերով էլ կա հապաղում, իրավապահ համակարգը դանդաղ է աշխատում։ Այդ խնդիրը մենք դա արձանագրում ենք, որ դանդաղ է աշխատում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, իրավապահ համակարգը հիմա չունի տաբու, քաղաքական տաբու առավել եւս չունի։ Դրատվականները այո, առավոտից երեկո լուսաբանում են, որ Ռոբերտ Քոչարյանի որդիները օրինակ շատ տաղանդավոր էին ու դրա համար օրինակ, չգիտեմ, ունեն Տանզանիայում բուկմեկերական ընկերություն, Հայաստանում ունեն միլիարդավոր դրամների բան, տենց ինչ անունը։ Օրինակ, երբ որ իրանք Ղարաբաղից գալիս էին Հայաստան, իրանք չունեին գոնե մի հատ Toyota Magnishi 90-ականների արտադրության մեքենա, բայց հիմա Toyota Երևանն է։ Անդրադառնալով 3 խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած հրմշտոցին, ԿՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասում է, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սարսափում են ԱԺ մոտ կանգնելուց։ Այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի կանգնացնի այս ազգային ժողովի առաջ, որտեղ նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից եւ ոչ մեկը քաղաքական առումով ի վիճակի չի ուղղակի կանգնի այս ազգային ժողովի առաջ, պատասխանի հարցերի ու լսի ելույթներ։ Ճշտող հարցին ինչու են սարսափած նախկին նախագահները, պատգամավորը պարզաբանում է քաղաքականությունից, պարլամենտարիզմից, իսկ ինչ վերաբերում է խորհրդարանում Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ջղագրգիռ պահվածքին, ապա այն ըստ Ալեքսանյանի պայմանավորված է իր հորն ու ընտանիքին պատկանող սեփականության շուրջ քննարկումներով։ Ու չի կարող այդպես չլինել, որովհետև գալ ազգային ժողովի ամբիոնի առաջ կանգնել ու ասել դուք մեր ասում եք, որ մենք 4 միլիարդ ունենք, բայց մեզնից ընդամենը $200 միլիոն է պահանջվում, այս պայդրությամբ կներեք ծիծաղելի է։ Վաղն էլ գալու են կանգնեն ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանը սպանել է 30-40 մարդու, բայց պարզվում է, որ սպանել է ընդամենը 20 մարդու, չգիտեմ, ինչ որ տենց SS բանն է շարունակվելու, գիծն է շարունակվելու, $200 միլիարդ, հասկանում եք ինչ իմաստն եք խոսում, ժողովուրդ ջան, $200 միլիարդ մարդկանցից փող է պահանջում, ասում մենք տենց աշխատել ենք։ Այդ որտեղ եք աշխատել, օրինակ Ղարաբաղում ուսանող կամ դպրոցական ժամանակներում Ռոբերտ Քոչարյանի մյուս տղեն, ասենք Տանզանիայում բաներ էր գնում, հա, բուկմեկերական ընկերություններ առում։ Ինչ վերաբերում է ԿՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ելույթին, ապա Ալեքսանյանն ասում է, ընդդիմադիր պատգամավորների սադրանքները երբեմն իրենց հունից հանում են։ Դուք ուղղակի ինչ-որ մեկը դնի ու մոնիտորինգ անի, թե մենք քանիսն ենք կուլ տալիս ու քանիսին ենք արձագանքում, ինչքան է տևում մինչև մեր համբերության բաժակը լցվի, իսկ բոլորի համար ակնհայտ կլինի, թե մենք ինչքան զուսպ ենք իրականում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ուղղակի ինչ-որ մեկը դնի ու համեմատի, դնի, լսի կոնկրետ քանի սենց ինչքան է տևում, մինչև այդ համբերության բաժակը մի անգամ լցվում է ու մի կաթիլ թափվում է այդ համբերության բաժակից։ Դա ուղղակի անհամեմատելի է։ Հիշեցնենք ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը 3 ազգային ժողովի նիստերի դահլիճում վիճեցին, այնուհետև ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։